հարցի համար ձայնտրվում է Արամ Մանուկյանին, համեցեք։ Շնորհակալություն։ Մի քանի կարճ հարցեր, պարոն Նազարյան։ Ինչու պետական պարկ գոյացավ։ Ով է մեղավորը։ Եվ ինչու են գաղտնիք պահել այդ ամենի մասին տարիներ շարունակ։ Հետո այդ ամենի մասին միջազգային ոչ մի ֆինանսական կառույց չգիտի մինչև հիմա։ Ինչու։ Ով գնահատեց 20%-ը Հայրուզ Գազարդի, դուք տեղեկություն ունեք, այդ որ կառույցն է անկախ աուդիտ արել։ Եվ մեկ էլ օրենքի խախտումներով, որ օտարում է եղել Հայրուզ Գազարդի հետ կապված, ինչ կասեք դրա մասին։ Շնորհակալություն պարոն Մանուկյան հարցերի համար։ Ես պետքա ցավով արձանագրեմ, որ ձեր բոլոր բարձրացած հարցերին ես չեմ կարող որևէ պատասխան տալ, որտեղ սա մեր գործառույթների շրջանակում չի, տվեք այնպիսի հարց, որ գոնե առիթ լինի միասին գոնե երկխոսենք այստեղ, վաղուց չենք տեսնվել, ես այդ հարցերին չեմ կարող պատասխանել, դա մեր գործառույթներից դուրս։ Պարոն Մանուկյան, համեցեք։ Շնորհակալություն պարոն Նազարյան, ես ընտրել էի հենց այն հարցերը, որոնք ձեր իրավարության մեջ չեն, ես ուղղակի չգիտեմ հանրապետական կուսակցության մեր գործընկերները ինչի էին երեկ ինձ համոզում, որ այս հարցերի պատասխանը դուք պետք է տաք։ Ես հիմա իրենց ապացուցեցի, որ այս հարցերի պատասխանը ձեր լիազորության սահմաններից դուրս են, եւ այս հարցերի պատասխանը հանձնաժողով ստեղծելու մեջ էր, եւ դա պարլամենտի իրավարության մեջ էր, թե օրենքը ինչի է խախտվում, թե ինչու միջազգային կառույցներին տեղյակ չեն պահում, հետո էլ գալիս են մեզ խոսում են, թե մենք զազրախոսում ենք։ Ներող կլինեք, որ օգտագործեցի ձեզ հարց տալու իրավունքը իրենց պատասխանելու համար։ Բայց ձեզ մի հատ հարց ունեմ, եթե կարելի է։ Հայրուզ Գազարդը, այս մեկը արդեն ավելի լուրջ, անշուշտ, Հայրուզ Գազարդը ներկայացրել է ձեզ բիզնես ծրագիր առաջիկայի համար, որտեղ 13 միլիարդ դրամ գազաֆիկացման, գազի ցանցի տարածման համար է։ Դա զուտ արդեն գնահատականի առումով։ Գիտեք, որ այսօր գազաֆիկացվում է Հայաստանը, բայց գազաֆիկացվելուց հետո եթե սպառողը մեկ վայրկյան նախադասությամբ ավարտեմ, եթե սպառողը գազ չի կիրառում, դա ինքնարժեքը բարձրացնում է։ Ձեր վերաբերմունքը սրա հետ կապված։ Հարցը հասցրի։ Այո, շնորհակալություն պարոն Մանուկյան։ Նախ ասեմ այդ 13 միլիարդ դրամի ներդրումները ամբողջությամբ գազաֆիկացման, դա շատ չնչին մասն է գազաֆիկացմանը վերաբերվում, այնտեղ առյուծի բաժին ունենք այդ ամբողջ համակարգը արդիականացնելու, գազապաստայանները նույնպես արդիականացնելու, իսկ գազասպառման ծավալների հետ կապված գազաֆիկացման մենք այնտեղ չնչին ծավալներ ունենք եւ այն խիստ անհրաժեշտ գյուղերն են, բնակավայրերն են, որոնք մենք գտնում ենք եւ Հայրուզ Գազարդը նույնպես գտել է նպատակահարմար, որ պետք է գազաֆիկացնել։ Այնտեղ մենք մեծ ծավալներ արդեն 2 տարի է մենք գազաֆիկացման առումով գրեթե չունենք, փոքրացել են ծավալները, շատ կտրուկ ընկել են։